հիմա մի քիչ ավելի լուրջ թեմաներից խոսանք, որովհետև քննարկում ենք ամենալուրջ փաստաթուղթը Երևանի բյուջեն։ Եվ ես ուզում եմ խոսեմ ռազմավարությունից, ստրատեգիական հիմնական ուղղություններից, որոնք ամփոփված են ուրեմն այս բյուջեում, որպես երևանցիների համար էլ պարզ լինի, թե Երևանի բյուջեն որտեղ է ծախսվելու ընդհանուր ուրեմն ուղղությունները որոնք են։ Իհարկե մանրամասն ներկայացրեց Տիկին Ավետիսյանը, բայց ամփոփ ավելի պարզ եւ հանրամատչելի փորձեմ նաեւ ես ներկայացնեմ։ Առաջինը Երևանի բյուջեն գնալով բացի այն որ մեծանում է, նաեւ դառնում է ավելի ինքնուրույն եւ անկախ այն սեփական եկամուտների հաշվին, որը որ այս տարվա բյուջեով 94.9 միլիարդ դրամ է կազմելու մոտավորապես, եթե համեմատենք 2024 թվականի հետ, մոտ 33.3% ուրեմն աճ ենք ունեցել, սա նշանակում է ֆինանսական կայունություն է ապահովում Երևանի քաղաքապետարանի եւ բնականաբար երևանցիների հոգսերը ուրեմն հոգալու համար։ Երկրորդ կարևոր ոլորտը դա տրանսպորտն է, տրանսպորտային ենթակառուցվածքներն են եւ ճանապարհներն են, ճանապարհային ենթակառուցվածքները, կամուրջները եւ այլն։ Տրանսպորտի սպասարկման, ճանապարհային ենթակառուցվածքների ուրեմն սպասարկման, պահպանման եւ զարգացման ծախսերը մոտավորապես կազմելու են 1/3-ը ընդհանուր ուրեմն բյուջեից, որի մեջ այո մտնում է Երևան ավտոբուս ՊԲ-ն, Երևան էլեկտրատրանսպորտը, մետրոպոլիտենը, նոր Աջափնյակի նոր կայարանը, տրոլեյբուսները, բազմաթիվ ուրեմն փողոցներ, ճանապարհային հանգույցներ, կամուրջներ եւ այլն։ Երրորդ կարևոր ոլորտը դա նա է, որ բյուջեն Երևանի 2026 թվականի բյուջեն դա մարդակենտրոն բյուջե է։ Յուրաքանչյուր երրորդ դրամը ուղղվում է երեխաներին եւ ընտանիքների տարբեր ուրեմն կարգի հոգսերը հոգալու համար, մասնավորապես կրթության ոլորտին ծախսերը, այսինքն մանկապարտեզների վճարները, այնտեղ կրթական գործընթացի բովանդակություն ստեղծելը, ենթակառուցվածքներ ստեղծելը, այսինքն շենքային պայմանները, բակային տարածքներ, տարբեր ուրեմն միջավայր, տարբեր գործիքներ ձեռք բերում է, հաջորդը առողջապահությունը եւ սոցիալական ուրեմն պաշտպանվածությունը։ Պատահական չէ, որ նշվեց 13 մանկապարտեզների հասցեները, ինչի մասին պարոն քաղաքապետը մանրամասը ասեց, ինչպես նաեւ սան հավելենք, որ պոլիկլինիկական ծառայություններ են, ուրեմն նաեւ պոլիկլինիկաներն են որոշակի վերանորոգման գործընթացներ ուրեմն անցնում։ Հաջորդը ուզում եմ ուշադրություն դարձնել, որ այս փոփոխությունները շատ տեսանելի փոփոխություններ են եւ քաղաքացու համար շատ կարեւոր է, երբ որ իր բակից մինչև ուրեմն աշխատանքի վայր կամ որևիցե մեկ այլ վայր Երևան քաղաքում դուրս գալուց ճանապարհին տեսնի այդ փոփոխությունները։ Առաջինը մարդ երբ որ դուրս է գալիս տնից, առաջին դա վերելակներն են եւ այս բյուջեով նախատեսվում է վերելակների նոր 200 վերելակի փոփոխություն, եթե հաշվի առնենք, որ անցած տարի 100 էր նախատեսված, բայց 500 փոխվեց, հույս ունեմ, որ այս տարի նույնպես այս թիվը կարա ընթացքում տարբեր վերաբաշխումներով մեծանա։ Վերելակից հետո բնականաբար խաղահրապարակներն են եւ բակային տարածքներն են, այսինքն մարդը վերելակից դուրս եկավ, հաջորդը բակն է եւ բազմաթիվ ուրեմն մի քանի միլիարդ դրամներ են հատկացվում տարբեր վարչական շրջաններում բակերի վերանորոգման համար եւ բակերը պետքա ծառայեն ոչ միայն որպես հանգստի գոտիներ, նաեւ երեխաների համար խաղահրապարակներ։ Հաջորդը քայլում է մայթեր եւ աստիճաններ։ Այս բյուջեով նույնպես նախատեսված են տարբեր մայթերի եւ աստիճանների ուրեմն կառուցում, թեկարդակներ եւ այլն, այսինքն տեսանելի լուրջ փոփոխություններ։ Մյուս կտորը դա նա է, որ քաղաքը ոչ միայն նորոգվում է, այլ սկսում է քիչ ծախսել եւ քիչ աղտոտել, մասնավորապես էներգոարդյունավետություն եւ կանաչ քաղաք կոնցեպտն է։ Եվ եթե չեմ սխալվում, Տիկին Ավետիսյանը նշեց, որ շրջակա միջավայրի պաշտպանության վրա, այդ թվում եւ պատվիրակված լիազորությունների շրջանակում մոտ 9%-ն այն բյուջեի ծախսվում։ Այստեղ նաեւ տարբեր մանկապարտեզների պոլիկլինիկաների էներգախնայող վերազինմանն է մեծ ուշադրություն դարձում, կանաչ լուսավորության էներգախնայող ուրեմն լուծումներին։ Հաջորդ կարևոր ուղղությունը դա նա է, որ քաղաքապետարանը անցնում է թղթից թվային կառավարման։ Մենք այս անցումային փուլում ենք գտնում եւ կատարվում է թվայնացում եւ ժամանակակից կառավարում, մասնավորապես ՏՏ եւ թվային համակարգեր, այստեղ լուրջ գումար դրված GIS
էլեկտրոնային վճարումներ, կիբերանվտանգություն, ISO ստանդարտներ եւ այլն։ Մյուս ուղղությունը, որը պակաս կարևոր չի, դա անվտանգությունն է, մասնավորապես նոր հրշեջ հիդրատներ, ազդարարման համակարգեր, պաշտպանական կառույցներ եւ այլն։ Ամփոփելով, բյուջեի ծախսային մասը կազմում է մոտ 156.8 միլիարդ դրամ, որտեղից ամեն երրորդ դրամը գնում է սոցիալական պաշտպանվածությանը, մեր քաղաքացիների, կրթություն, առողջապահություն, ինչ որ նշեցի վերը, հաջորդ ամեն երրորդ դրամը գնում է տրանսպորտ եւ ճանապարհային կառույցներ, բակեր, փողոցներ եւ այլն։ Եվ բնականաբար այս ամեն ինչի հետ մեկտեղ նաեւ այլ քաղաքային ենթակառուցվածքներ են արագորեն ուրեմն զարգանում։ Շնորհակալ եմ։